Ադրբեջանի հետ խաղաղությունը պատմական փոփոխություն է ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլև ընդհանուր տարածաշրջանի համար, նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում կայացած առաջնորդության խաչմերուկներում խորագրով քննարկման ժամանակ։ Հարց ու պատասխանի ձևաչափով անցկացված քննարկմանը վարչապետը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն ձևավորված է խաղաղություն, այն իրականություն է։ Խաղաղության հաստատման առումով Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ջանքերն ու ներդրումը։ Առաջին անգամ է, որ մենք ունենք իրական հնարավորություն Հարավային Կովկասում մտնելու տնտեսական գործակցության փուլ և ունենալ ոչ միայն խաղաղ, նաև բարգավաճ տարածաշրջան։ Մասնավորապես հաշվի առնելով այն, որ Վաշինգտոնում ընդունված հռչակագրով մենք պայմանավորվածության ենք եկել բացելու տարածաշրջանային կապերը հիմնված երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և երկկողմանիության սկզբունքների վրա։ Կա նաև մեկ այլ սկզբունք՝ միջազգայինորեն ճանաչված սահմանների անկախտելիությունը։ Վարչապետն անդրադարձել է TRIP նախագծին և կարևորել դրա իրականացումը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար։ Տարածաշրջանային կապվածությունը նշանակում է, որ մենք հնարավորություն կունենանք, ես նկատի ունեմ թե Հայաստանը, թե Ադրբեջանը, օգտվել մեկս մյուսի տարածքից ներքին, երկկողմ և միջազգային կապի համար, և դա նշանակում է, որ մեր տարածքի միջով կբացվի մի նոր ուղի միջազգային տրանզիտի համար։ Հաշվի առնելով այն, որ այժմ աշխարհը ապրում է մատակարարման շղթայի ճգնաժամ, դա իսկապես կարող է իրավիճակ փոխող հանգամանք լինել միջազգային առևտրի, բայց նաև մեր տարածաշրջանի համար։ Ըստ Փաշինյանի կլինեն բաց հաղորդուղիներ Պարսից ծոցից, Օմանի ծոցից դեպի Սև ծով, կլինի նոր կապ Կասպից ծովի և Միջերկրական ծովի միջև, Հայաստանի համար կստեղծվեն նոր հնարավորություններ։ Խոսելով Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրության մասին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն մեծ նշանակություն ունեցող քաղաքական իրադարձություն է, որը կարևոր է խաղաղության գործընթացի, նաև հետագա բարեկեցության ու կայունության համար։ Եվ ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կաջակցի այն գործընթացին, ինչին մենք մինչև այժմ հասել ենք։ Ես կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքացիները կաջակցեն խաղաղության օրակարգին։ Այնուհետև վարչապետն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, հույս հայտնելով, որ այդ ուղղությամբ ևս առաջիկայում դրական զարգացումներ տեղի կունենան։ Կարծում եմ, որ մենք հասնում ենք մի հանգրվանի, որում կունենանք լիարժեք դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, կունենանք բաց սահմաններ, կունենանք տնտեսական, քաղաքական գործակցություն։ Ես հավատում եմ, որ այդ պահը մոտենում է, այդ պահը կգա շուտով։ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Հայաստան-Եվրոպական միություն գործակցության զարգացման հեռանկարի վերաբերյալ։ Քրիստինե Թորոսյան, լուրեր։